Հայաստանյան աշխատաշուկայում եղած մի կողմից լավ մասնագետ կա, գործ ոչ մյուսից, բարձր վարձատրությամբ հաստիկներին համապատասխան կադր գտնել չի լինում հակասությունն իրականում ընկերությունների սխալ կառավարման հետևանք է պնդում են HR փորձագետները։ Բացատրում, մեր մոտ ձեռներեսների մեծ մասը փորձում է ինքն էլ ղեկավարել ստեղծած բիզնեսը։ Եկամուտ ստանալ գուցե ստացվում է, բայց կոլեկտիվի հետ աշխատելը մեր օրերում հատուկ հմտություն է պահանջում, ինչը շատերը չունեն։ Թիմի մոտիվացիան, ինչպես պետք է անել, որպեսզի թիմը արդյունքներ տա ավելի բարձր, առաջնահերթություններ ինչպես պետք է կառավարել, ինչպես պետք է նպատակները դնել, որպեսզի դա համապատասխանի կազմակերպության մշակույթին, կազմակերպության ռազմավարությանը, այդ բոլոր փափուկ հմտությունները այսօր կարիք ունեն զարգացման։ Կազմակերպության ղեկավարներին առաջարկվող վերապատրաստման դասընթացից մինչև մեծ թվով աշխատակիցների գրագետ կառավարման տարատեսակ առաջարկներով օրերս Երևանում անցկացվեց մարդկային ռեսուրսների կառավարման արդեն 4-րդ HR Expo-ն։ ՄՌԿ գործի նորույթներով տասնյակից ավելի տաղավարներ են բացվել։ Տարվա նորույթը հրավիրված բանախոս Ալեքսեյ Վերետենովի զեկույցն է կազմակերպչական մոդելներ և կուլտուրա բիզնեսի տրանսֆորմացիայի թաքնված շարժիչ ուժերը թեմայով, ներկայացնում են միջոցառման կազմակերպիչները։ Նպատակ ունենք եւս մեկ առիթ ստեղծելու, որպեսզի համայնքը, մարդկային ռեսուրսների կառավարիչները, ռեկրուտերները կարողանան մի հարթակում իրար տեսնեն, փորձի փոխանակում իրականացնեն նոր գիտելիքներ ձեռք բերեն եւ իհարկե թարմացնեն իրենց գործիքակազմը։ Չոր ու ցամաք կադրերի տեսուչների հետ գործի թղթաբանությունն էլ է մնացել անցյալում։ Էքսպոյի մասնակից կազմակերպություններից մեկը ՄՌԿ աշխատակիցների գործը հեշտացնող Հայաստանում մշակված պիլոտ նախագիծ է բերել։ Ծրագիրը հնարավորություն է տալիս իր մեջ ամփոփել աշխատակիցների տվյալների բազան, արձակուրդները, հավաքագրումը, կառավարումը, KPI-ներով, OKR-ներով, ունենք նախագծերի հատված, արձակուրդներ, որտեղ HR-ները կարող են տեսնել իրենց աշխատակիցներից ովքեր ինչ տիպի արձակուրդում են գտնվում, երբ են վերադառնալու։ Աշխատաշուկան ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կորոնավիրուսից հետո կտրուկ փոխված է։ Ծրագրավորողին օրինակ հիմա միայն բարձր աշխատավարձով չես համոզի տնից դուրս գա, անգամ եթե գործը միջազգային համբավ ունեցող օֆիսում է։ IT ոլորտում աշխատող HR-ների գաղտնիքներն է բացում արտասահմանյան կազմակերպություններից մեկի Երևանի գրասենյակի պատասխանատուն։ Ստիպված են շատ այլ խթաններ կիրառել։ Մոտիվացիան, եթե ֆինանսականը նայենք, մրցունակ աշխատավարձ ունենք, առողջապահական ապահովագրություն ունենք տարատեսակ, փոքրիկ արտոնություններ հենց ընկերության ներսում սերտիֆիկացիաներին կարող ենք աջակցել, որ մարդիկ մասնակցեն ձեռք բերեն։ Էմոցիոնալից ունենք շատ լավ գրասենյակ, հիբրիդային աշխատելագրաֆիկ։ Խրախուսում բոնուսներ չառաջարկենք, լավ աշխատողը կգնա մրցակից ընկերություն, անկեղծանում են HR-ները։ Տնօրեններին էքսպոյից լուր կտանեն։ Շուկայում մրցակցությունը բոլոր ոլորտներում է սրվում։ Աշխատանքային պայմանները պետք է պարբերաբար վերանայել։ Հերմինե Բաղդասարյան, Մեհեր Կիրակոսյան, լուրեր։